Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը կարող է ամբողջությամբ փոխել ձեր դասերի որակը։ 7 ինտերակտիվ գործիքներ ուսուցիչների համար, որոնք կարող են դարձնել դասն ավելի հետաքրքիր, ակտիվ եւ արդյունավետ։ Ես Գայանեն եմ, կենսաբանության եւ քիմիայի ուսուցչուհի, ով շատ է սիրում իր մասնագիտությունը եւ աշխատում է հետեւյալ մոտեցմամբ. պարզեցնել բարդը, դարձնել հետաքրքիր, ստեղծել ազդեցություն։ Եկեք մտածենք հետեւյալ հարցի շուրջ. ինչու աշակերտները չեն ներգրավում։ Եթե դու ուսուցիչ ես, հավանաբար այս զգացողությունը քեզ ծանոթ է։ Դու բացատրում ես, աշխատում ես, բայց աշակերտները պարզապես չեն ներգրավում։ Երբեմն թվում է նրանք լսում են, բայց իրականում չեն մասնակցում։ Այս հոլովակի ընթացքում քեզ ցույց կտամ գործիքներ, որոնք կարող են փոխել այդ իրավիճակը։ Դասերը կդառնան ավելի ինտերակտիվ, աշակերտներն ավելի ակտիվ, իսկ դու կխնայես ժամանակ։ Այսօր մենք կտեսնենք, ինչ գործիքներ կարող ես օգտագործել, ինչպես դրանք կիրառել դասարանում եւ ինչպես ստանալ իրական արդյունք։ Սկսենք կահույթից։ Սա քվիզային հարթակ է, որտեղ աշակերտները մասնակցում են խաղի ձևով։ Երբ դու հարց ես տալիս, նրանք պատասխանում են հեռախոսով եւ անմիջապես տեսնում են արդյունքները։ Սա ստեղծում է մրցակցություն եւ հետաքրքրություն։ Քվիզը շատ նման է կահույթին, բայց ունի մի կարևոր տարբերություն։ Այստեղ աշակերտները կարող են աշխատել իրենց արագությամբ, սա շատ օգտակար է, երբ դասարանում տարբեր մակարդակի աշակերտներ ունես։ Մենթիմետրը թույլ է տալիս իրական ժամանակում ստանալ պատասխաններ։ Դու տալիս ես հարց եւ ամբողջ դասարանը մասնակցում է միաժամանակ։ Սա ակտիվացնում է նույնիսկ այն աշակերտներին, որոնք սովորաբար լուռ են։ Padlet վիրտուալ տախտակ է։ Այստեղ աշակերտները կարող են գրել իրենց մտքերը, կիսվել գաղափարներով եւ աշխատել խմբերով։ Սա շատ լավ է քննարկումների համար։ Canva-ն թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ եւ պարզ վիզուալ նյութեր։ Եթե դու օգտագործում ես պատկերներ եւ դիզայն, աշակերտներն ավելի արագ են հասկանում նյութը։ Ի դեպ, այս սահիկն էլ է պատրաստված Canva-ով։ Learning apps խաղ ու ուսուցում։ Հայտնի խաղերի հիման վրա, ինչպիսիք են օրինակ, ով է ուզում դառնալ միլիոնատերը, այստեղ դու կարող ես ակադեմիական նյութը վերածել խաղի, ինչով եւ նպաստել սովորողների ակտիվության բարձրացմանը։ Google Classroom դասերի կազմակերպման, առաջադրանքների ստուգման ու անցկացման հարթակ է, հնարավորություն է տալիս աշխատանքներին տալ հետադարձ կապ։ Այն մեր աշխատանքին տալիս է համակարգվածություն։ Շատ կարևոր է հասկանալ մի բան. գործիք ինքնին ուսուցում չի, գործիքը պարզապես միջոց է։ Արդյունքը կախված է նրանից, թե ինչպես ես դու այն օգտագործում։ Եթե ուզում ես արդյունավետ օգտագործել այս գործիքները, սկսիր փոքրից, կապիր դասի նպատակի հետ, մի օգտագործիր շատ գործիք միաժամանակ։ Հիշիր, այս գործիքները չեն փոխարինում ուսուցչին, դրանք պարզապես օգնում են քեզ դառնալ ավելի արդյունավետ ուսուցիչ։ Եթե քեզ օգտակար էր այս հոլովակը, փորձիր գոնե մեկ գործիք քո հաջորդ դասին։ Եվ եթե հարցեր ունես, խնդրեմ